Երբևէ մտածել եք, որ առաջին պատվաստանյութերն ի հայտ են եկել մոտ 230 տարի առաջ, սակայն մինչ օրս պատվաստումների շուրջ չդադարող քննարկումները հասարակության մեջ շարունակում են տարակարծություն առաջացնել։ Գլխավոր հարցն է՝ արդյոք պատվաստումները վտանգավոր են, թե ոչ։ Հենց այս կասկածն է, որ միլիոնավոր մարդկանց ետ է պահում կանխարգելիչ պատվաստումներից։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով անհրաժեշտ է ամրապնդել առողջապահական հաստատությունների և հասարակության միջև երկխոսությունը, քաղաքացիներին գիտելիքներով զինելու և նրանց իրազեկված ընտրությունը ապահովելու համար։ Նա ընդգծում է, որ միայն տեղեկատվության հասանելիությունն ու վստահության մթնոլորտը կարող են նպաստել պատվաստումների թվի աճին։ Համապարփակ պատվաստումային գործընթացի շնորհիվ բավականին հետընթաց է նկատվում նման վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների մասով, ինչպիսիք են եղել կարմրուկը, կարմրախտը, ներկայումս մարդիկ, չեմ ուզում շատ կտրուկ տերմիններ օգտագործեմ, բայց կարծես թե մոռացել են դրանց ողջ բացասական ազդեցությունը, որոնք կարող են ունենալ բարդությունները ընդհուպ մինչև մահվան դեպքեր, եւ բնականաբար մեր առաքելությունը կայանում է նրանում, որ մշտապես զգոն եւ իրազեկ պահենք մեր հասարակությանը, որպեսզի շարունակվի այն ձեռքբերումը, որը մենք ձեռք ենք բերել տարիների ընթացքում, այսինքն այն ինչ որ մենք հիմա ունենք, բարձր պատվաստումային մակարդակ, դա տարիների աշխատանք է, որը պետք է պահպանել, հակառակ դեպքում հետընթացի դեպքում կրկնակի առաջընթացը շատ ավելի դժվար է լինելու։ Նախքան որևէ երկրի պատվաստանյութ երկրի տարածքում կիրառելը իրականացվում է որոշակի վերլուծություն, հաշվի առնելով տվյալ հիվանդության տարածվածության մակարդակը, ախտորոշված դեպքերի թիվը եւ համաճարակաբանական իրավիճակը։ Տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ ճրծաղիկի դեմ նոր պատվաստանյութի ներդրումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան, անցկացնելով մի շարք անվտանգության եւ արդյունավետության փորձարկումներ։ Մենք նույնպես մեր ներկա վիճակագրությունը ուսումնասիրելով նախարարությունը եկել այն եզրակացություն, այո, սա կարևոր է եւ դեռևս նախորդ հիմնականխարգելման ազգային ծրագիրը հաստատելիս նախատեսվել է, որ ճրծաղիկի պատվաստանյութը պետք է ներդրվի։ Ցանկանում եմ նշել, որ այն ներդրվեց 25 թվականից եւ բավականին հարթ ընթանում է ու ակնկալում ենք արդեն առաջիկայում կտրուկ նվազում հիվանդացության։ Ներկայումս 23 պատվաստումը հասանելի է 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաների եւ նախազորակոչ եւ զորակոչային տարիքի անձանց համար։ Պատվաստումների կարևորությանն անդրադարձավ նաեւ Հայաստանում առողջապահական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթ Դատան, ընդգծելով կանխարգելման անգնահատելի դերը։ Նրա խոսքով շատերը երբեք չեն էլ իմանա, թե ինչ է պոլիմերիտը, եւ հենց այդ պատճառով իրենց նպատակն է ապահովել, որ ոչ ոք այլևս չտառապի այս ծանր եւ վտանգավոր հիվանդությամբ։ Թող այն մնա միայն պատմության էջերում, շեշտեց դոկտոր Դատան։ Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից եւ այլ վարակիչ հիվանդություններից պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ իրավունք։ Պատվաստման ծրագիրը ընդհանուր պատասխանատվություն է եւ հենց դա է պատճառը, որ մենք այստեղ ենք, որոշակի չափանիշներ եւ պատասխանատվության վերահսկողություն սահմանելու համար։ Հայաստանում 1 տարեկանների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։ Ստեփան Աթոյանի խոսքով այսօր մեր երկրում իրականացվում են պատվաստումներ 20 տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ, ապահովելով բնակչության լայնածավալ պաշտպանությունը։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։